Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում է։ Վրաց գործընկերոջ հետ հանդիպումից հետո հանդես են եկել ելույթներում և շեշտել Հարավային Կովկասի ներուժն այնքան մեծ է, որ եթե հարևան երկրները փոխշահավետ գործակցեն, այն կդառնա կամուրջ այլ տարածաշրջանների միջև։ Միրզոյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այստեղ նորություն է երևի խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանը իսկապես կարող է վերածվել մի խաչմերուկի, կապուղիների, հանգույցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ և ինչը որ ավելի կարևոր է, տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետությունն ու հետևաբար կայունությունը։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է ապաշրջափակումը անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։ Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը բնականաբար ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով, վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա, Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս։ Սա է Հայաստանի տեսլական և գործնական քայլերի հիմքը։ Խոսելով հայ-վրացական ավելի սերտ գործակցության մասին, Միրզոյանը նշել է, որ երկու երկրները ջանքեր են գործադրում վերացնելու առկա խոչընդոտները։ Նախարարները քննարկել են ոլորտային խնդիրներն ու հատկապես կենտրոնացել գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրների վրա, որոնց հասցեագրման ուղղությամբ ունեն քաղաքական փոխըմբռնում։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։